Սա մաքուր քաղաքական հետապնդումը, քաղաքական շահերից, քաղաքական վրեժխնդրությունից ելնելը։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում հաստատում է բոլշևիկական նացիստական բռնակալություն, առաջնորդում է պետությունը ես եմ, ինչ կուզեմ կանեմ, չեք ուզում հեղափոխություն արեք։ Իսկ ով հանկարծի դժգոհությունն է հայտնում, չի ասում, հեղափոխության իրավունք եմ քեզ երաշխավորել։ Բոլորի դեմ սկսում են քրեական գործեր։ Այսքան տոտալ վախի մթնոլորտ, բոլոր անդիմախոսների դեմ քաղաքական ճնշումներ, փաթեթավորված անհեթեթ քրեական մեղադրանքներով, որպեսզի կարողանա ապահովել իր իշխանությունը, որպեսզի կարողանա իրականացնել այն բոլոր խոստումները, որը ինքը տվել է Ալիևին։ Հակաքայլը ժողովրդի հետ աշխատելն է, ներկայացնելն է իրավիճակը։ Փոփոխական հաջողություններով իհարկե։ Հիմա տեսեք, օրինակ ասում են, այսքան դուք որ պայքարեցիք, ինչ օգուտ, միևնույնն է Նիկոլ Փաշինյանը մեծամասնությունը ստացավ։ Բայց եթե մենք մարդկանց հետ չաշխատեինք, չխոսեինք, չհորդորեինք գնալ ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը կստանար այն ինչ ձգտում էր, 2/3 մեծամասնություն, այսքան պատահական չէր, չէ՞, ինքը մոտավորապես հաշվարկել էր, ինչքան հետևորդ ունի, ինչքան ռեսուրս ունի, վարչական, ուժային եւ այլն, եկել մոտավորապես ինչ որ մի թվի, որը իր հաշվարկներով կլիներ 2/3-ը։ Բայց մարդկանց հետ աշխատեցինք եւ իրոք աննախադեպ մեծ մասնակցություն ունեցանք եւ ինքը նույնիսկ մասնակիցների 50%-ը չկարողացավ հավաքել։ Բայց մեր ժողովուրդն է, որպես քաղաքական ուժեր, պարտավոր ենք մարդկանց հետ աշխատել, ներկայացնել։ Ով որ չի ուզում, ով որ դժգոհ է ժողովրդից, պետք է իրավան ուրիշ ժողովուրդ գտնի։ Բայց մենք, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերն ենք, ուղղակի պետք է մարդկանց հետ աշխատենք, բացատրենք, ներկայացնենք իրավիճակը։ Պարոն Խաչատրյան, ընդդիմություն ընտրած քաղաքացիները իշխանափոխություն էին ուզում։ Իշխանափոխություն տեղի չունեցավ։ Ուզում էին, որ մանդատները չվերցնեն, դա էլ տեղի չունեցավ։ Չէ, եկեք հստակեցնենք, այո, մի խումբ ուզում էր, որ չվերցնեին, մեկ այլ խումբ ուզում էր, որ վերցներ։ Հիմա պատկերացրեք, մանդատները չվերցնեին։ Ինչ տեղի կունենար։ Գնանք ենթադրական հիպոթետիկ իրավական ճանապարհով, չէ՞, ինքը կարող էր ասել, դե դուք չեք գալիս, մյուս երկու ուժերը, որոնք կարող էր ինքը բերել, օրինակ Արման Բաբաջանյան, Արամ Սարգսյան, ավելի լավ կլիներ վիճակը։ Կամ կլիներ մենակ ինքը ասել, վերջ ընտրություններ եղել են, ես իմ ձայները հավաքել եմ։ Դու չես կարող չօգտագործես երկրի թիվ 1 ամբիոնի ընձեռնած հնարավորությունները։ Չեն տալիս ձեզ խոսել, ազատ արտահայտվել, օրինակ Լևոն Քոչարյանի ելույթից հետո սկսվեց, չէ՞ այս գործընթացը, այսինքն Նիկոլ Փաշինյանը ուղիղ ասում է, որ ձեզ թույլ չեմ տալիս, որ այդ տոնով եւ այդպես խոսեք ինձ հետ։ Այսինքն եթե թիվ 1 ամբիոնը հնարավոր չէ օգտագործել քաղաքական հայտարարություններ անելու համար, այս դեպքում ես կարծում եմ, որ ֆրակցիայից որևէ պատգամավոր չի սպասում, որ իրեն թույլտվություն տան արտահայտվել։ Չկա նման բան, մենք հասկանում ենք իհարկե, որ ցանկացած խոսք կարող է բերել պատասխան քայլի, բայց դա մեր առաքելությունն է։ Տենց որ նստես մտածես Նիկոլ Փաշինյանը թույլ է տալիս, դառնում ես Նիկոլ Փաշինյանը։ Հարցը չէ, այլ դրանից հետո տեղի ունեցողն է։ Հասկանալի է, բայց եկեք ընդունենք, որ դա ինքը պլանավորել էր։ Ուղղակի հիմա ուզեց ներքին այդ մանր վրեժխնդրությունը ցույց տա, որ ասել եմ, անում եմ մի քանի ժամ հետո։ Ձեր կարծիքով 2021 թվականին, որ ընդդիմությանը հաջողվում էր այդպես փողոցային պայքար իրականացնել, դիմադրության շարժումը հիշենք, հա, ինչու հիմա այդպես չի ստացվում, չի հաջողվում, ինչու քաղաքացիները։ Գիտեք, քաղաքական հասարակական ակտիվություն ինքը սենց ցիկլիկ ալիքներով է։ Գալիս է պիկ, գալիս է համեմատաբար դադար, հետո հավաքվում է դժգոհության էներգիան եւ էլի գնում է պիկի։ Եկեք վերջի հասկանանք, որ որևէ երկրում որևէ հեղափոխություն, դա ասենց առավոտյան վերկացա, երեկոյան հեղափոխություն արեցի, տենց չի լինում։ Որ երկրի, որ ժամանակվա հեղափոխություն ուզեք, սկսենք, չգիտեմ, Կրոնվելի ուզում եք Սպարտակի ապստամբությունից սկսենք, ուզում եք Կրոնվելի, ֆրանսիական հեղափոխություն, ռուսական հեղափոխություն։ Ինքը երկար տարիների խնդիր է, ձախողում, վերջ հաջողություն։ Տեսեք, Տիգրան ընդդիմությունը պնդում է, որ Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է հանձնել Տիգրան Նիկոլ Փաշինյանը չի ժխտում։ Ինչպես է ընդդիմությունը օգտագործելով թիվ 1 ամբիոնը կանխելու այդ գործընթացը։
Փորձելով մարդկանց ներկայացնել իր վերջին ինչ է լինելու, այսինքն Հայաստանի մեջտեղում լինելու է ադրբեջանական զորախումբ, ադրբեջանական բազա։ Մենք հասկանում ենք, չէ, որ հազիվ թե այնտեղ ադրբեջանցի խաշնարածները գան եւ ոչխար արածացնեն, այնտեղ կլինի ռազմական բազա։ Մարդկանց պետք է ուղղակի դա հասկացնել հետևանքները ինչ են, ակնկալելով, որ դա կբերի որոշակի գործողություն։